Ինչ ենք հասկանում որակյալ ջուր ասելով։ Ես սիրում եմ, որ իրան նմանացնեմ մարմնին։ Հայաստանի ջուրը շատ լավն է։ Այս օրերին ինչ նայում ենք, ամեն ինչ բարձվում է վատ է մեր համար։ Լսել եմ, որ 2 լիտր ջուր է ինձ պետք։ Պապին վարևոլ էր խաղում։ Շատ ջրի կորուստ ունենք։ Այդ ջրի կորուստներին բնականաբար պուլպուլակները մասնակցում են։ Մի հատ ստատիստիկա ունեմ, որ ինձ շատ շոկ էր արել։ Կանալիզացիայի ջուր է թափվում Սևանի մեջ։ Էսի դառնալու է ուրիշ գույն։ Ինչ ես կարծում, քանի կաթիլ է։ Արի, ասեմ 8։ Համարյա։ Մարզանքից հետո սենց կոստություն ջուր խմելը շատ լավ է։ Մի արեք էլի։ Մի արեք էլի։ Ողջույն Նվեր ջան։ Հազար բարի։ Ոնց ես։ Միշտ լավ, դու լավ լինես։ Շատ լավ, ես եմ շատ լավ։ Այս հանդիպումը ինչքան ժամանակ է փորձում ենք։ Կարևորը ստացվեց։ Կարևորը ստացվեց։ Օպտիմիստիկ եք։ Դու մի անգամ գնացիր Թայլանդ, մի անգամ էլի չստացվեց մեր հանդիպումը, բայց արի նա սկսենք, թե դու ինչով ես զբաղվում, ով ես ու այսօր ինչից ենք խոսելու։ Իրար։ Ես Նվերն եմ եւ սիրում եմ միշտ սկսել ասելով, որ այո, աղջկա անունն էլ է պատահում։ Սիրում են այդ հարցը տալ։ Դες դատիկիս անունն է եղել Նվերը։ Ես ամերիկյան համալսարանում եմ սովորել, բիզնես եմ ուսանել, economics track, եւ հիմա աշխատում եմ ջրի ոլորտում, ջրի ֆիլտրացիոն։ Ճիշտ է, շատ տարբեր ուղղություններ են, հա, մարդուն ինձ նայում ասում է ոնց եղավ այս հանդիպվեց, հա։ Այո։ Իրականում papaիս աշխատանքն է եղել։ Papan եւ ոստեղ եկանք Հայաստան, ինքը ուզեց հիմնել մի հատ աշխատանք ու եղել է առաջինը, որ ջրի ֆիլտրացիոն ոլորտում հիմնել է Հայաստանում, այո։ Այ խանութ սրա թե ծառայություն մասնագիտացված որ All in one։ Ներմուծում ենք, համ տեղադրում ենք, համ սպասարկում ենք, համ բան ենք անում եւ ունենք տարբեր ուղղություններ, ունենք domestic տան, հա, filtration, կա կոմերցիոն, հորեկա, մորեկա եւ այլն եւ արդեն ինդուստրիալ, այսինքն բոլոր ուղղություններն էլ, այո, մենք ֆիլտրում ենք։ Ես լիքը հարց ունեմ, բայց ոնց ասում եմ դու մի հատ ինտրոն տայիր, հետո սկսենք այդ ամեն ինչի մասին։ Ինձ նախ հետաքրքիր է մենք ինչ ենք հասկանում որակյալ ջուր ասելով։ Հիմա օրինակ ես ոնց կարամ տարբերակեմ իմ տան ծորակից լցված ջուրը բաժակի մեջ ինքը որակյալ է թե չէ։ Դա առաջին հայացքից երևում է, այսինքն անզեն աչքով կերևա, թե ինչ որ սարքերա պետք կամ չգիտեմ փորձերա պետք, ու առասարակ մեր ջրի որակը կսահմանես ինչ բան է։ Շատ լավ հարց է իրականում, որտեղ մեր մարդկա ասում է համով չի։ Մարդկա համովը, օրինակ ինքը ասոցացնում է որակի հետ, որը շատ սխալ է բնականաբար։ Ճիշտ է, որ ասենք ես մի սիրում եմ, որ իրան նմանացնեմ մարմնին։ Դու եւ որ մարդու նայում ես, դու աչքով կարող ես մոտավոր իրան ասես ինքը առողջ է թե վատ առողջ է։ Կարող է ինքը ոտը օրինակ ջարդած լինի, ու ինքը լինի օրինակ վատ առողջ, ճիշտ է։ Բայց նաև կա ինչ-որ ուրիշ առողջական խնդիրներ, որը մենք աչքով չենք կարող տեսնել։ Նույնն է ջուրն է։ Ու էլի ֆիլտրեյշնն է նույն ձևի աշխատում։ Եթե օրինակ մարմինի մեջ մեր գլխի ցավն է ցավում, մենք գլխացավի դեղ ենք խմում։ Եթե փորի ցավ է լինում, փորի ցավի դեղ ենք խմում։ Եթե ամեն տեղա, չգիտեմ, ջերմում ենք, բանը անտիբիոտիկ ենք ջում, չէ՞, ամենից լավ հավեցով բան անելը։ Նույնն է ջուրն է, այսինքն ջուրը ունենում է տարբեր խնդիրներ, ինչպես մարմինն է ունենում, ու մի խնդիր ունի իր լուծումը, իր ճիշտ ֆիլտրը։ Հիմա այսինքն դու պիտի նախ դիտեկտ անես խնդիրը որն է ջրի, հետո նոր ըստ դրա ֆիլտր դնես։ Շատ ճիշտ, եւ ունենք երևացող կեղտեր, ունենք չերևացող կեղտեր, իրանք կարող են տարբեր գրուպների մեջ մտնել, բայց եթե սենց գլոբալ ասենք, մանավանդ Հայաստանի ջրի մեջ որ նայենք, երևացող կեղտերն են լինում, օրինակ հող, փոշի, ավազք, հար, տերև, մազ, տեսանելի բաներ, կամ մեծ տերևները որ երևում են ու փոշին որ շատ փոքր, որ մարդու աչքին չի երևում, հա։ Կան լուծված կեղտերը, ինչպես են միներալներ, աղեր, ծանր մետաղներ եւ այլն։ Դրանից ոչ մեկ օգտակարություն չունի։ Օգտակարություն ասելով, այսինքն մարմնի համար, տեսեք, միներալները լավ է մարմնի համար, բայց միներալները միայն ջրից չի գալիս օրինակ, հա, նույնը աղը, ծանր մետաղներ ջրի մեջ պետք չի լինեն։ Հա, ծանր մետաղներ, ինչ որ չափաբաժին կա, որ օրինակ թույլատրել է, այդքանից ավել չպետք է։ Իհարկե։ Այսինքն մենք ջրի որակ ասելով հասկանում ենք ջրի մեջ, չգիտեմ, ինչ որ մետաղների կամ ինչ որ այլ տարերի թույլատրելի քանակը, հա դրանից ավելը արդեն Բադ որակի ջուրը։ Շատ ճիշտ։ Ինքը սպեկտրում է լինում, էլի եկանք մարմնին, եւ որ արյունի անալիզ ենք տալիս, ինքը չի ասում, որ պետք է 38.5 լինի, չէ՞։ Ինքը ասում է, օրինակ 37-ից 39 պետք է լինի։ Հա, range-ա տալիս։ Range-ա տալիս։ Սա էլ է range լինում up to կամ կան որ կոնկրետ այսքան պետք են, կանոնակ բակտերիաները 0 պետք է լինեն, ամեն մեկը ոնց որ ունի իր range-ը, իր թույլատրելի սահմանները, ու ըստ դրան պետք է ամեն մի երկիր իր սահմանները, իր օրենքը ունի, ըստ դրա արդեն ջրամատակարար treatment-ները, այո։ Շատ հետաքրքիր։ Իսկ Հայաստանում դու ինչ որ
բերլություններ արես, օրինակ ես քո Instagram-ը նեջում տեսել եմ դու ոնց ես տարբեր չգիտեմ պուլպուլակներ հետազոտում ես ճակերտների մեջ ասած օրինակ ինչ ես բացահայտել կամ այսքան ժամանակա այս ոլորտում ես օրինակ ինչ ընդհանուր գնահատական ունես Հայաստանի ջրի հետ կապված էլի որակի իմաստով հենց մեկը քանի որ հիմա որակի իմաստն ենք խոսում Իրականում Հայաստանի ջուրը շատ լավն է, եւ որ համեմատում ենք ուրիշ տեղի ջրերի մասով։ Հիմնականը կարանք մի հատ քայլ ոնց որ հետ վերցնենք ու հասկանանք ինչի համար, որտեվ ջուրը գալիս է տարբեր աղբյուրներից, հա։ Կարող ենք մեկ օրինակ ջուր ստանալ լեռներից, որը անձրև ձյունը հալվում է, օրինակ։ Կան արտեզյան ջուրեր, հորի ջուր, հա։ Կա օրինակ lake լճերի ջուր, կա rivers, գետի ջուր, ամեն մի ջուր ունի իր տարբեր խնդիրները։ Օրինակ, որ ինքը նման սարի ջուր, ինչ ենք ասում մեր Հայաստանի ջուրը լավ է, որտեղ սարերից է, որտեղ ինքը մաքուր ջուր է։ Իսկ եթե մաքուր է դա, այո։ Եվ թե վերցնում ենք մենք հենց աղբյուրից, ամենամաքուր, ամենաառողջական ջուրն է լինում իրականում։ Բայց մինչև հասնում է մեր մոտ, այդտեղ արդեն այլ խնդիրներ գալիս։ Այսինքն եւ որ մեկը հարցնում է Հայաստանի ջուրը լավն է, շատ լավն է։ Ու լավ ասիկ սկզբում որ Թայլանդ էի գնացել, հենց այդ պատճառներով էի գնացել, որ այնտեղ արդեն գնայի ջրի investigation անելի, ես որտեղ սիրում եմ էլի արդեն Հայաստանը սովորեցի իմացա, ասում եմ լավ, ուրիշ երկրներ գնամ տեսնեմ, այնտեղի ջուրը ինչա ոնց է։ Հայաստանը փառք է։ Իրոք շատ լավն է այստեղի ջուրը եւ որ համեմատում ենք ուրիշ երկրներ ու այստեղեր ասենք Թայլանդ որ բալի գնացել է օրինակ այնտեղ ատամները չեն կարողանում լվանայինք այդ ջրով այսինքն սովորական թափի ջուրը ատամ չեն կարող լվանայինք մրգեր վանջարեղենները չեն կարողանում լվանայինք այդքան որ աղտոտված է այսինքն օգտագործելի չէր էլի կենցը բա ինչ համար լվա եթե ոչի բան համար չես կարող դե կարող ես լողանաս կարող ես զուգարանի ջուրը բանանես կարող ես ձեռքերդ լվանաս բայց ինքը խմելու բայց այսինքն ինչ որ եթե որ մարմնի մեջ պետք է մտնի սխալմամբ ձեռքով դա լինի կամ որ ատամներ լվում են կարող է մի քիչ ջուր կուլ տանք հա սխալմամբ այս պատճառներով շատ Այսինքն լավ է մեր մոտ։ Իհարկե։ Բան չանենք, շատ չդժգոհ ենք։ Չէ, շատ չդժգոհ ենք, բայց բնականաբար աշխարհում չկա ոչ մի տեղ, որ իրանք ունեն զուլալ մաքուր ջուր։ Դա չկա այդ հասկացումը։ Ամենամաքուր ջուրը Ֆինլանդիայում էր։ Ֆինլանդիա, ասում են Ֆինլանդիա, հա, Սվիցերլանդ, էլի գալիս ենք արդեն այդ հասկացողան, թե ամենամաքուրը որն է, ամենավորակովը որն է, այդ համով է որոշվում, որտեվ համը հարաբերական է, թե միներալները մեջ շատ լիներ, թե քիչ լինելը ծանր։ Կոնկրետ ստանդարտներ կա, թե ինքը դրան համապատասխանում է, համը չպետք է նայել։ Օրինակ ես երբեք չեմ հասկացել, ինձ մարդիկ ասում են ջրից համը գալիս է, ես երբեք համ չեմ զգացել ջրից, ջրուր չեմ զգացել։ Ես շատ եմ զգում, շատ փիքի եմ այդ հարցում։ Ոնց, այսինքն չգիտեմ, օրինակ մեկ մամաս ասում է բան, ջրի մեջ ինչ որ երկաթի համը շատ ասում։ Ոնց է զգում էլ, օրինակ ես երբեք չեմ զգացել դրա բանը տարբերությունը։ Նույն օրինակը բան ծառայության ընթացքում, որ մարտակերտում ենք, ընդդեղի ջուրնել էր, շատ բոլորը դժգոհում էին եւ այլն մեծ մասը, բայց ռեալ պատճառներ կար էլի։ Օրինակ տղաներից մեկի ատամները ամբողջությամբ վնասվել էր էլի։ Մի քանի հատ նույնիսկ թափվել էր եւ այլն, հա։ Բայց ես երբեք չեմ զգացել, չգիտեմ դրա համար, չգիտեմ ինչից է։ Չէ, համը կա, համի տարբերություններ շատ կան։ Հիմնականը համի մեջ այդ համ որ տալիս է, հա, ջրին, դա ջրի հանքայնություններն է։ Եթե շատ է լինում հանքայնությունները, արդեն համը ավելի սկսում է ավելի ուժեղ լինել, հա, այդ համը։ Մետաղ, այո, մետաղը բանը, այո, դա ուրիշ է, ուրիշ համ էլ որ զգում են շատ Հայաստանում, օրինակ քլորի համն է, հա, ամառները հաստատ դա Սկացած կլինես։ Գոնե քլորը։ Դա զգում, բայց լողավազանում։ Լողավազանը պետք չի խմել, պետք չի խմել։ Նույնիսկ լողավազանի այդ քլորը որ չենք խմում, մեր մաշկի համար դա լավ չի։ Ընդհանուր քլորը ինքը դե քեմիկալ է, վերջը, բայց դե քլորն է կարևոր բան է ջրի մեջ լինի, թե չէ քլոր չլիներ բակտերիա ենք խմել, հիմա որն է լավ։ Բայց ի սկզբանե ոնց որ մենք դրա համար չենք պատրաստ մեր օրգանիզմը ոնց որ բնությունից դրա դեմ չի կարող պայքարի որ մեզ արհեստական մաքրում է պետք չգիտեմ ջրի օրինակ ինչի արհեստական քլորով մաքրել եթե մեր օրգանիզմը ենթադրում եմ պիտի ոնց որ բնությունից եկած ինչ որ պատրաստ լինի դրա դեմ պայքարելու պատրաստ է բայց դու ինչ գիտես այդ ջրի մեջ ինչքան բակտերիա կա որտեվ էլի range-ը չէ ինքը սահմանը եթե շատ լինի մարմինը էլ չի կարող բանանի հետո Ճիշտ է որ սահմաններ կան, բայց ինչի համար մարմնի բակտերիա պետք է տալ, որ կարա չտա։ Չէ, սուակես զուտ միտքեր էլի։ Չէ, դե վերջում ինքն էլ քեմիկալ է, քլորա։
Ինձ գիտես էլի մի հարցել է հետաքրում, քանի որ խոսում ենք ջուրից, օրինակ ես վերջերս շատ խիստ հետևում եմ էլի առողջ ապրելակերպի փորձում եմ ամեն դեպքում։ Ես էլ նույն էջում ենք։ Ինչքան որ ստացվում է։ Այս օրերին ինչ նայում ենք ամեն ինչ բարձվում է վատ է մեր համար։ Հա, ես եմ դրա շատ եմ ջղայնում։ Իբանս մեզ ուտես, չգիտեմ, հազարատ բանա բրեն գրածնս։ Հնակ ես մապ շաքար չեմ օգտագործում, ընդհանրապես սպիտակ շաքար։ Ու շատ բան եմ, ինչ վերցնում եմ, ասենց արդեն կասկածով էլի, որ մեջ շաքարավազ կա, թե չէ։ Բայց այդ ընթացքում նաև ջրի ոնց որ չափաբաժինն ուզում կարգավորեմ իմ մոտ ու հիմա ինչ-որ լսել եմ, որ 2 լիտր ջուր է ինձ պետք օրական հիմա չգիտեմ ինձ իրոք պետք է 2 լիտր թե չէ չեմ խորհրդակցել ոչ մեկի հետ դու կօգնես ինձ այս հարցի պատասխանը գտնել որովհետև ես հիմա շատերն են էլի այդ հարցին առնչվում ինչ քանակությամբ ջուր է պետք ընդհանրապես մարդիկա չեն ծարավանում օրվա ընթացքում շատ ու չեն զգում դրա բանը կարիքը որովհետև ինչ որ 2% sense նվազում է քո մարմնի ջրի քանակը նորա ծարավը զգացնել տալիս է չգիտեմ ոնց այդ ամեն ինչը արտահայտվում այո 2-ից 3 լիտր պետք է խմել ամեն մարդու համար բայց դա ստանդարտ թիվ չի հա դենց չի բոլորը ստանդարտ պետք է 2-ից կամ հենց 3 լիտր խմեն չէ էլի ինքը range է գալիս ու իմիջիալոց այս podcast-ի ժամանակ շատ եմ ասելու it depends հա կախված է որտեվ այո ոչ պատասխան չկա դրա համար այս ոլորտը միշտ ասում եմ որ ջուրը ոնց որ ինքը գիտություն է ինքը fixed բան չի բոլորի համար բայց ժամանակը օրինակ պետք է ավել ջուր խմել եւ որ մենք ջուրը կորցնում ենք դե մարմինը կանգնած տեղ է ես հիմա խոսում ենք մենք ջուր ենք կորցնում քրտինքի տեսքով, բանի տեսքով եւ այլն։ Եվ որ մարզվում ենք, ավելի ենք ջուր կորցնում, եւ որ շոկ հալնում դրսում, ջուր ենք, այո, ջուր ենք կորցնում։ Տարբեր ձևեր կան, որ մենք մեր մարմինը ջուր է կորցնում եւ որ կորցնում է, պետքա իրան հետ բալանսի բերել։ Այդ 2-ից 3 լիտրը ինքը ոնց որ միջնացված ինչ որ բան է վերցրած։ Եվ դա սովորական բանի circumstances situation-ի մեջ է էդի լինում։ Իսկ սովորական օրը ոչ թե քրտնած, ասենք շատ եթե ինչ որ մի օր ա եղել, որ շատ մարզանք ենք կամ մարզվել ենք, այդ օրը ավել է պետք խմել։ Հա ոչ արտարոց օրերի դեպքում էլի, հա, շատ բան չենք անում։ Ավել ասենք ինչքան օրինակ է։ Էդի արդեն հա մարմինը թող ասի, տենց կոնկրետ չկա, որ եթե շատ ուրեմն, եթե ես 2 ժամ վոլեյբոլ եմ խաղացել եւ կես ժամ նստել եմ այնտեղ ուրեմն կլինի հաշվարկը, ուրեմն ես պետքա 3:98 Այդքան Okay Ես մոտապես ունենք հաշվում եմ նորերը որ մարզվում եմ կամ նու շատ եմ օրինակ քրտնում կամ եւ այլն իմ սովորականից փորձում եմ 2 անգամ ավելի շատ խմեմ չգիտեմ ինչքանով է ինքը բանանում բայց մարմինը ասում է ոչ Չէ Մարմինը ասում ավել եմ ուզում Չէ ասում օքեյ Ուրեմն օքեյ ասում օքեյ Միջինացված թիվը ու այդ 2-ից 3 լիտրը էլի կախված է մարդու մարմնից արդյոք շատ մարզիկ են շատ ավելի առողջ ապրելակերպ ապրում քաշից, բոյից, սերից եւ այլն եւ այլն Շատ բան կա ինձ միշտ է տակիրա ես սիրում եմ սկսել եմ սիրեմ բարթերևույթները ինչ որ մի քանի բանից է գործոնից է կախված էր ունենք ինձ միշտ բան արել վախեցրել այն པարս պատասխանները էլի որ շոմի բան հարցած մեկ է շատ པարս պատասխան են այո կամ ոչ որովհետև ոնց խորանում ես ոչ մի պատասխան པարս չէ էլի այո կամ ոչի նվեր նաև դու հայրենադարձ ես Չէ 10 տարի ինչ Հայաստանում ես բնակվում մի քիչ կուզեմ այս փորձառությունից է իրար հետ կիսվենք որտեվ ինքս էլ 20 տարի անց Հայաստանում եմ ապրում լինելով հայրենադարձ կուզեմ մի հատ իրար հետ մի փոքր քննարկենք մի հատ հասկանանք ինչ ապրումներ ես ունեցել ինչը քո պատկերացումների հետ չի համընկել ինչը կփոխեիր օրինակ կամ չգիտեմ Քո մտքերը ընդհանրապես Հա ճիշտ է 10 տարի արդեն ստեղ եմ եւ չեմ հավատում որ արդեն 10 տարին անցել է դա շատ լավ բան է արդեն նշանակում որ դաժան Այդքան լավ չէ որ ժամանակը արագ անցնում Դե հա լավ արագ անցնում որտեվ լավ է անցնում չէ Դրա համար ասում եմ որ դա լավ է որ ես արդեն չեմ զգացել ոնց է 10 տարին դա անցել այո Սիրիայում եմ ծնվել Կանադայում մեծացել Կանադայից եմ եկել այստեղ ու հիշում եմ որ առաջի տարիների հիմա չեն զարմանում այդքան բայց որ նոր է եկել ասենց ոնց Կանադայից Հայաստան մարդ գալիս է ու ես զարմանում եմ բայց հակառակը պետք է լինի էլի մեր համար հա մեր համար էդի
մենք ենք երևի դրսում, որ դիասպորայում մեծանում ենք, բոլորս շատ ավելի հայրենասեր ենք մեծանում, ուզում ենք Հայաստան վերադառնանք ու Հայաստանին ինչ-որ ձևի օգնենք, հա, իսկ հակառակն էլ ստեղ է, ոնց որ հայերը ուզում են դուրս գնան։ Դրսի հայերն ուզում են Հայաստան գան, ներսի հայերը ուզում են դուրս գնան։ Հա, դա իմ համար դրա համար հեշտ որոշում էր, այսինքն ինքը նենց չի որ ոնց խես եկել, իմ համար հարցը ինչ է այդ հարցը ինձ տալիս։ Այդքան շատ։ Հա, ու այդքան շատ։ Այո։ Այդպես։ Շատ բան հարցա ինքը, օրինակ ես Որ մենք նոր ենք տեղափոխվել, ես նույն տարիքով շատ փոքր էի, շատ բաներ կա, հենց աղոտ եմ հիշում եմ նու անվանես շուրջ շատ այնց բան տարօրինակ հարցումներ, հաստատ դու էլ կունենաս։ Հեսա կպատմեմ, եթե ուզում ես։ Հետաքրքիր պատմություն հաստատ կունենաս, մեծ սիրով կուզենամ լսել։ Բայց հա, իրականում կա այդ ձգտումը, թե ինչի պետքա Սփյուռքից Հայաստան եկած անձը ավելի շատ կապված լինի Հայաստանից, քան Հայաստանում հենց ապրող է, հենց ծնված, այսինքն այն մեր երազանքների մարդով, ինքը հենց Հայաստանում է ծնվել, Հայաստանում էլ մեծացել է։ Չգիտեմ, մեղադրելու չի էլի մեծ մասը։ Նորմալ է որ զարմանում են։ Մանավանդ շատ ինչ որ չգիտեմ, տնտեսական վիճակների ընթացքում հասկանում ես, էլի, որ մի քիչ բաթարանում է կամ մի քիչ բարթանում է, միանգամից այդ միտումները հայտնվում է։ Հա, այդ չունի չեմ կարծում, որ ինչ որ ուրիշ քեզ լինի, էլի։ Այո։ Բայց անվանը շուրջ հետաքրքիր պատմություններ ուզում ասել։ Հետաքրքիր է իրականում այդ պատմությունը, ես սիրում եմ։ Ուրեմն մի օր վոլեյբոլ ենք խաղում, ու մի հատ sense խառը թիմ էր, մի հատ պապի էր, տարիքով մեծ, փորով, բան, sense հավեսով մի հատ պապի էր։ Ասում եմ արի մեր թիմից խաղա, ասում եմ լավ գնում եմ, ասում եմ պապին վոլեյբոլ էր խաղում։ Այո։ Պապին վոլեյբոլ էր խաղում։ Respect պապին։ Շատ respect, ունես լավ էր խաղում, հարվածներով, բաներով, էներգիայով։ Այ շատ լավ։ Շատ լավ։ Դե մինչև իրան ծանոթանալը, ասում եմ անունդ ինչ է, ասում եմ նվեր։ Շուտով ասում եմ Էս իրա պատասխաններ։ Ձերեր առնում։ Իրա երկրորդ հարցն էր։ Ասում եմ ինչ անունդ, ասում եմ նվեր, ասում եմ ձեռս առնում։ Ու շատ լուրջ, ինքը շատ ջղայն էր արդեն։ Ոնց որ ձեռս առնում իմ հետ, ասում եմ, չէ, իրոք անունս նվեր է։ Ասում եմ ոնց կարա տենց բան լինի։ Ասում եմ դե նվեր է, ասում եմ ստեղից չեմ բան, ուսած կես ժամ առաջ հետ մարդիկ սպասում են, որ մենք դի վոլեյբոլ խաղանք, բայց ինքը հարցազրույց է անում իմ հետ, չի հավատում։ Վերջում տենց Համոզեցի, վերջը ասեց լավ, մի կերպ ոնց որ համոզվեց, ասեց լավ։ Ասում եմ, բա ձեր անունը ոնց է։ Ասում եմ, նայում այն, ասում եմ, Աստրիկ։ Մեկը չհավատացել ինքը ինձ։ Հա, կատակ էր անում, հա։ Այդքան չէ, այդքան ինքը բանալից վերջը մեկը նայեց, ասեց Աստրիկ։ Ասեցի, օքեյ։ Okay, մեկը չհամոզվեց։ Չես հանդիպել այդ պապին։ Չես հանդիպել։ Չէ, բայց շատ եմ ուզում։ Բայց իմ վախերից մեկը այն է, որ մի օր ես մի հատ տղու ծանոթանամ, ասեմ ինչ անունդ, ասի նվեր։ Ասի բակոնա, ասեմ ես էլ։ Բայց չես մտածում որ կարա հետաքրքիր լինի։ Կլինի, կգա այդ օրը։ 10 տարիա չի եկել։ Կգա, անպայման կգա։ Բայց չէ, հետաքրքիր է, քոնն էլ դու էլ ինչ իրան պատասխանեց, իմն էլ։ Ասել իմն էլ։ Հա չէ, դա հետաքրքիր մասը, որ ոնց ինքը ասի նվեր, այլ ես ասեմ իմն էլ։ Ու ինքը ասում։ Իր ռեակցիան, այո։ Իսկականից որ այդտենց կարան։ Հա։ Չէ, շատ բան կա, ես էլ չգիտեմ։ Նու անունների ընտրության հարցում օրինակ բան է։ Մենք ավելի մենք ասել նկատում Սփյուռքում մի քիչ ավելի մեծացած է, այնտեղ հիմնական պատանեկությունները տասարցուն ապրածներ փորձում են անուններ դնել, որոնք որ ուղիղ հայկականության հետ ուղիղ գծով կապ ունեն, էլի օրինակ իմն էլ ասեն, չգիտեմ, Գեղարդ, Քրոջինս, Գարնի եւ այլն, ասեն շատ է, էլի բան լինում, նայում ես, հա, իրոք մարդիկ տարված են եղել, էլի դա ամեն ինչը։ Բայց օրինակ Գարնի ստեղ տղու անունն է։ Գարնի անուն չկա ստեղ։ Չկա։ Ես չեմ լսել։ Ես լսել եմ, տղու։ Գարնի։ Բայց պարսկա հայ է ինքը։ Ադե։ Հաշիվչի։ Չէ, կարծեմ հաշիվչի։ Օրինակ մենք Սևան եւ Նայիրի անունները դնում ենք կանանց անուններ, բայց այստեղ երկուսն օգտագործում են տղամարդկանց համար։ Իսկ անունը։ Իմ անունը Գեղարդ։ Չգիտեմ անունը։ Չես ասեք հան ինչ-որ դերից եկել է թե Չէ, ուղղակի ես ինչքանով որ գիտեմ այդ պատմությունը բացել են անունների բառարան նայել են տղաների անվան մեջ որ անունը ոնց որ մորս օրս դուր է եկել Գեղարդ անունը որոշել են դնեն
Բայց մեր մոտ էլի կա, մենք Սիրիայում ես մի հատ ընկերն եմ Գեղարդ անունով։ Հա։ Ընդունված անունն է մեր մոտ էլի։ Հա, շատ, ես 6 հոգի Գեղարդ գիտեմ։ 6 հոգի, որից մեկը աղջիկա։ Դու էլ ես իմ օրին ընկերս։ Այո։ Հետ վերադառնանք եթե ջրին, Նվեր ջան, կուզեմ խոսենք նաև այսօրվա իմ համար գոնե ինձ շատ հուզող հարցերից մեկի մասին էլի սայթ աղբյուրների նույն մեզ ավելի հայտնի բուրբուլակների մասին հատկապես ծորակ չունեցող բուրբուլակների մասին այսինքն երբ որ ջուրը անդադար գալիս է ու հնարավորություն չունես խմելուց հետո իրան բլոկ անես էլի ոնց որ էլ ջուր չգա ընդերից չգիտեմ հիմա ծավալ հարցեմ եթե տեղյակ ես կարաս ասես եթե չէ կուզեմ ընդհանուր իր աֆեկտի մասին խոսանք այդ ինչքան շատ վնաս է մեզ տալիս որովհետև ես պատկերացնում բայց ես չունեմ դրա ոնց որ մասնագիտական բացատրություն էլի մի հատ դրա մասին կմեկնաբանես որ խնդրեմ իրականում շատ մեծ ազդեցություն ունի դա եւ եթե Հայաստանում որ ասենք ջրի խնդիր կա Հայաստանում ջրի խնդրի որակի նայած տեղ նայած բան ունի ինչ որ չափ ինքը զուլալ չի ոչ միտեղ չի կարա ինքը տենց զուլալ մաքուր ջուր լինի բայց Հայաստանում ավելի խնդիրը ջրի քանակի մասին է արդեն ու ճիշտ օգտագործման մասին հա քանակ որպես այդպեսին մենք այսօր ունենք բայց դա չի նշանակում որ մենք ստեից 10-20 100 տարի հետո նույն ձևի կունենանք աշխարհում մենք նույն այնքան քանակ ջուր ունենք ինչքան որ ունենք դինասորների դարին ջուրը չի կորում ջուրը միշտ կա ջուրը անձրև է գալիս անձրևը կեսը գնում է գետնի տակ մենք օգտագործում ենք խմում ենք եւ այլն ինքը sense կլոր է էլի սայքլ է ջուրը նույն քանակի ջուր ունենք բայց ինչքան մաքուր ջուր ունենք versus կեղտոտ դա է հարցը եւ ոնց ենք օգտագործում այո եւ ոնց ենք օգտագործում այդ ջուրը Հայաստանում մենք շատ մեծ խնդիր infrastructure-ի խնդիր ունենք infrastructure-ը հայերեն ենթակառուցվածք այո եթե ճիշտ եմ թարգմանում շատ ջուր է կորում այսինքն շատ ջրի կորուստ ունենք այդ ջրի կորուստներին բնականաբար բուրբուլակները մասնակցում են հա շատ այո եւ մի հատ ստատիստիկա ունեմ որ ինձ շատ շոկ էր արել որ 60%-ից ավել ջուրը ինչ մտնում է Հայաստանի կորում է 60% կներես Հայաստան մտնել ասելով ինչ նկատում ես ընդհանուր ջուրը որ մենք ունենք 60%-ը կորում է մեզ չի հասնում ճիշտ ձևի դա լինի օրինակ խողովակների սխալ infrastructure-ը ինչ որտեղ կորում է գնում է բուրբուլակների ջուրը ոնց որ sense իզուր տեղի ինքը գնում է հետ բան այդ cycle-ը ճիշտ մենք չենք օգտագործում այսինքն մենք մոտապես 60% ջուր կորցնում ենք մենակ լավ չպլանավորելու համար էս ամեն այո ճիշտ չենք օգտագործում ջուրը իսկ ուզում եմ հասկանամ այս այն տեսակ խնդիրը որ ասենք պիտի որ շատ մեծ հետաքրքրություն առաջացներ գոնե պատասխանատու ոնց որ կառույցների մոտ էլի ուզում եմ հասկանամ չի արվել տենց ինչ որ պետական research կամ այո չգիտեմ բայց կա դրա մասին ինչ որ հիմա դրա ուղղությամբ ինչ որ քայլեր անում են թե չէ դե նախ այդ բուրբուլակների քայլը կար որ ուզում են չէ ուզում էին այս ծորակներ դնեին բուրբուլակների վրա բայց չգիտեմ ուր հասավ այս պայն էս որ փուլում է այդ աշխատանքները հա բայց նայեք վիոլան օրինակ պարտավոր է որ ինքը ամեն տարի այդ տոկոսայնությունը նվազեցնի մոտավոր 1-ից 2% կորուստի այո բայց դա շատ փոքր թիվ է եւ ինչքանով ռեալացվում է արդեն դա ուրիշ հարց է բայց ոնց որ կան պլաններ աշխատում են ժողովուրդը բայց դե ինչ արագությամբ ինչքան է էֆեկտիվությունը դա արդեն ուրիշ հարց է դառնում նայ ես հիմա որպես ուղղակի քաղաքացի հա իմ համար վիզուալ է պետք է երևա էլի օրինակ ես հիմա ամեն օր կենտրոնի փողոցներով քայլում եմ չեմ տեսնում իսկ այն ամենահայտնի բուրբուլակների վրա ինչ որ ծորակ դրված նույն ենթադրենք հրապարակի կամ դրա մոտակա տարածքի բուրբուլակների չգիտեմ նույնիսկ աբսուրդ է բայց համալսարանների բակերում գտնվող բուրբուլակների շատ ինքը շատ մեծ ծախսերի մասն է խոսքը այդ ծորակը դնելը թե ինքը այդքան էլ մեծ ծախս չի իրան հնարավոր է անել բայց դրա փոխարեն շահել օրինակ չգիտեմ այդ 60-ը դարձնել 30 օրինակ եթե լավատեսական բան է էլի ասում չգիտեմ ինչքան հենց ծախս կլինի չեմ նայած ում համար հա նայած ում համար այդ ծախսը այո դա կան դիպենդին բայց ինքը կարևոր քայլ է հաստատ նախ ասում ենք որ Հայաստանը ջրով հարուստ երկիր է դա ճիշտ էր հիմա այս ձևով որ մենք շարունակում ենք արդեն սկսում է Հայաստանի ինչ որ մասեր ջրի ստրեսի տակ ընկնել ես սա ինչ որ մի քայլ է որ մենք կարող ենք անել դեպի ճիշտ օգտագործում ջրին ճիշտ ջրօգտագործման համար այս քայլը ու երևացող որպես մի բան ես կարող եմ ասել որ հիմա մի քանի տարի առաջվա համեմատելով մենք ինչքան ջուր ենք կորցնում
ինչքան ջուր ենք, չէ, ներողություն, ինչքան ջուր է կտրվում գիշերները կամ առավոտները, ամառները։ Հա, բան ջրամատակարարման բանը կտրելը, հա, չեմ կարող ասեմ, բայց շատ է, բայց ավելի շատ։ Այո։ Հոսանքից շատ է։ Այո, հոսանքից շատ ճիշտ։ Այո։ Ու դա է խնդիրը, այդպես մենք բնակիչները կարող ենք տեսնել, որ իրոք ավելի շատ ջրանջատումներ են լինում եւ որովհետեւ էլի եմ ասում, որտեղ ճիշտ ջրի management չկա։ Շատ տխուր պատկեր ես ասում։ Ես օրինակ ստե մի քանի թիվ եմ անել, զուտ կուզեմ ասեմ, եթե բանա իրա վրա կոմենտ ունես, վերջին 10 տարիների կտրվածքով Սևանի լճից բաց թողնված ջրաքանակը, օրինակ, միջինում վերջին 10 տարում կազմել է 185 միլիոն խորանարդ մետր ներողություն, 185 միլիոն խորանարդ մետր, ես ծավալեն ահռելի ջուր է, չէ՞։ Շատ է։ Եվ արփա Սևան թունելով ջրի մուտքը Սևանալիճ կազմում մոտապես 144 միլիոն խորանարդ մետր։ Ես եթե չեմ սխալվում եւս մի մուտք ունի Սևանը ջրի, բայց դրա քանակը երևի թե պետքա զգալի փոքր լինի։ Զուտ եթե այս երկու թիվը համեմատենք 185 միլիոն խորանարդ մետր, 144 միլիոն խորանարդ մետր մուտքը ու ելքը մոտապես 40 միլիոն խորանարդ մետրի տարբերություն կա, այսինքն ավելի շատ է երկ լինում, քան թե մուտք։ Չգիտեմ, սա ինչ ձևի կարա ազդի, օրինակ նույն Սևանի ջրի մակարդակի վրա։ Հիմա այսպես Սևանի ջրի մակարդակը 1900 մետր է։ Իրա նախատեսված 1901-ից։ Իրա բարձր ցածր լինելը ինչ է նշանակում, չգիտեմ, եթե հիմա ինքը ցածր է, դա ինչ կարա նշանակի։ Հիմա Սևանի խնդիրը մի հատ ուրիշ խնդիր է, որ իրականում նոր ինտերվյու արեցի ամերիկյան համալսարանի ջրի դասախոսի հետ։ Ինքը պատմում էր, թե ոնց հենց Սևանի ջրի խնդիրը է, որ ոնց որ մի քանի այդ river-ներ, որ they're feeding the water, գնում է ջուրը մեջը, այդտեղից wastewater, այսինքն կանալիզացիայի ջուր է թափվում Սևանի մեջ։ Դա նորմալ երևույթ է։ Բոլոր աշխարհում այդ կանալիզացիայի ջուրը մաքրում են, ինչ որ մի ստանդարտների են բերում, հետո իրանք թողարկում են ջրի, այո, ջրի մեջ, այնտեղ արդեն օրինակ ձկները, aquatic life բան, իրանք էլի ինչ որ միքս է լինում, ինքը self clean անում, մաքրվում է։ Դա նորմալ երևույթ է, բայց այստեղ ուրիշ շատ մեծ it depends հետ եկանք։ Կարևորը որ այդ լինի ոչ շատ բարձր concentration-ների մեջ, այսինքն ինչ որ չափի մաքրում ինքը ունենա, մաքրվի այդ ջուրը, նոր թողարկվի Սևանի լիճ ու քանակը շատ չլինի, նույնիսկ եթե քիչ լինի, բայց քանակը։ Այո։ Այդ կեղտաջրերն են, որ Սևան շատ են հիմա լցվում բարձր քանակներով, concentration-ներով, որը որ առաջացնում է Սևանի արդեն այդ կանաչումը, ճահճացումը։ Այո։ Դեռ չենք հասել ճահիճավորման, հուսով եմ, որ ես չենք հասնի, բայց իրականում հա, դա մեր բոլորի պատասխանատվությունն է, որ մենք ճիշտ անենք, բայց նաև արդեն ավելի մեծ infrastructural changes պետք է, որ մի անգամ ինվեստիցիան արվի եւ մենք ջրի մաքրման կայան ունենանք, առաջ որ այդ ջուրը թափվի դեպի Սևան։ Շատ sense ասեմ, իրականում այդ շատ մեծ պատասխանատվության թեմա է, հաշվի առնելով, որ օրինակ երեք էի կարդում, որ Սևանը աշխարհում երկրորդ բարձրադիր լիճն է քաղցրահամ ջրով, հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո Սևանն է, աշխարհում երկրորդն է։ Հա, ինքը այսքան դառնում է ավտոմատ հարավային Կովկասում ամենամեծ քաղցրահամ ջրի պաշար ունեցող բանը, բարձրադիր լիճը։ Մեծ ռեսուրս է։ Շատ մեծ ռեսուրս է ու տենց չէ՞ ամփույթի վերաբերվել։ Համաձայն եմ, իրականում հիմա երկրներ ենք տեսնում, որ կռիվի են գնում եւ չեն կարողանում լեզու գտնել, որովհետեւ ջուրը արդեն ոնց ասեցիր, նավթից ավելի թանկ ինքը ռեսուրս է արդեն սկսում համարվել։ Իսկ մենք չենք օգտագործում այդ ջուրը ինչպես պետք է, որովհետեւ ես հիշում եմ մի անգամ գյուղում տուն ունենք, դե մեր բանը, այդ գյուղում էլ Գեղարքունիքի բան Սևանում։ Հա, մոտիկ թեմայի մեջ։ Թեմայի մեջ, այո։ Այդտեղի ջուրը սենց քաշած է, ոնց որ ինչ որ մի բանից է, սարից է քաշած բերած, ու մի օր եկա ընդեղի բանը մարդը ջուրը բացել ու թողել գնացել է, ինքնից մի ժամ, երկու ժամ ջուրը թափում գնում է։ Եկել եմ ասում ինչի համար է սենց ջուրը բաց թողած, ասում փակենք, ափսոս չի։ Ասում դե ջուրը էլի գալիս է։ Հա, բոլորն են տենց, եւ ասեմ գրեթե բոլոր հարցերի մասով են տենց վերաբերվում, էլի։ Հա դե
գնա էլի, յոլա են գնում, լրիվ է։ Բայց այդ շատ սխալ մտածելակերպ է ու իրականում դա է ինձ շատ խանգարում Հայաստանում, որովհետև մարդիկ չեն կարևորում ջուրը, այդ հանգարժեք բանը, որ ինքը իրոք է։ Նորից եմ ասում, որ մարդիկ կռիվների մեջ են մտնում, իրանք, չգիտեմ, օրինակ Պարսկաստանում էլ իրանք այդքան ջրով այս Պարսկաստաններ, մի րոպե, որն է կարդում։ Այս մասը պիտի հանենք։ Չեմ հիշում, կարաս նայես, հեռախոսի մեջ եթե կուզես լեգո։ Չեմ հիշում, չէ, ինտերնետը վերջացել։ Հա, կուզես իմ տանը։ Չէ։ Չեմ հիշում, որտեվ ես GPT-ով էի կարդում, մի հատ երկիր կար, որ իրանք ամեն մի կաթիլ այդ ինտերվյուից մեջ էր խոսում էինք։ Չեմ հիշում, կարծում եմ Պարսկաստաններ, բայց ճիշտ չեմ հիշում, բայց իրանք ամեն մի կաթիլ ջուրը այնքան են կարևորում, նույնիսկ անձրևի ջուրը հավաքում են, ամեն մի կաթիլ ջուրը հավաքում են, իրանք պահում են ու իր օգտագործման համար, որտեվ այդ ջուրը որոնակ խմելու է, դրիվ առանձնացված։ Տարբեր է, քան թե այդ ջուրը որոնակ մեր բույսերը պետք է մենք ջրենք։ Իրանք տարբեր որակի պետք է, հա, ստանդարտների մեջ լինեն։ So ճիշտ ջուրի օգտագործումը շատ կարևոր է։ Բայց շատ, չգիտեմ, երբ որ մի քիչ խորանում ես բնության հետ առնչվող թեմաների մեջ, սրտացավ ես դառնում, էլի, ես հասկանում ես ինչքան բան կարաս անես ու չես անում, բայց ինքը կապ ունի նույն ջրի լավ որակը բույսերի ջրերը, որտեղ հիմա տեխնիկական ջուր ասելով ինքը հասկանալ է որ խմելի չի, բայց ինքը կարա շատ անորակ լինի տեխնիկական ջուրը բույս ջրելու համար, թե այդ թեմային Կարան մի հատ define անենք, կարան Այսինքն առողջական է թե ոչ, թե Ну, այսինքն բույսը եթե ես ջրեմ ինչ-որ շատ վատ որակի ջրով այդ բույսի վրա ինչ ազդեցություն ունակ, վատ ազդեցություն կունենա թե Իհարկե, հետո այդ բույսը դե որ ջրվում է, հետո գալիս է մեր օրգանիզմն է մտնում։ Իրականում տենց մի հատ կինո կա, այս մյուս ինտերվյուի հետ մեջ սովորեցի։ Անունը չեմ հիշում կինոյի, բայց կուղարկեմ անպայման։ Մենք սա միտեղ կդնենք։ Կդնենք անպայման, իրոք որտեվ հետաքրքիր է։ Ասма ինչպես որ գյուղատնտեսության մի հատ մարդ կար, որ ինքը պամիդորներ ուներ, բայց այդտեղ էլ դե ջուր չկար։ Ինքը բռնել է կանալիզացիայի ջրից քաշել է, եղտա ջուրը։ Ու իր պամիդորները ջրում էր այդ ջրով։ Ու հանում ասում նա ինձ սիրուն կարմիր մեծ պամիդորներ է։ Այդ մարդը հարցնում ասում իսկ դուք այս պամիդորներից ուտում եք։ Ասում չէ, դե մերը պարտեզում դրած է առանձին։ Իրանը ուրիշ էլի։ Հա, անում են, արվում է, սիրուն դες ասում մեծ սիրուն պամիդոր է տալիս։ Բայց այդ լավ է թե ոչ, թե կարելի է։ Այդ է այդ արծը։ Այո, իրոք ամեն ինչը հնարավոր է անել։ Կարելի, բայց հակառակներ ունենք։ Մենք օրինակ հաճախորդ ունենք, որը որ ինքը indoors ներսում աճեցնում է բաներ, էլի բույսերը, կանաչություններ, ավելի կանաչի մանաչի այսպիսի բաներ, եւ ինքը այնքան ուշադիր է իր ջրին, որ գիտեք ինչ անում։ Ինքը ասում է լավ, ասում է ջրի մեջ օրինակ կա տարբեր աղտոտվածություններ, չէ՞ որ խոսացինք, լուծված չլուծված բակտերիա, բան։ Մի հատ դեղ կա, ֆիլտր կա, որը անտիբիոտիկն է ջրի։ Հակադարձ օսմոս է կոչվում։ Այս օսմոսը օսմոս, այո։ Ինքն այնց տեխնոլոգիա է, որ ջրի մեջից ինչ կա չկա հանում է։ Ոնց է թորած ջուր, ասում են թորած ջուր, բայց թորածը ինքը մի քիչ ուրիշ տեխնոլոգիա է, բայց նույն իմաստը, ոնց է պատկերացնում ինքը մաքուր ջուր է տալիս, այսինքն մեջից ամեն ինչ հանում է։ Հանքայնությունները, աղերը, ամեն ինչ։ Միայն ջուր է մնում։ Այս մարդը զրոացնում է իր ջուրը, ոնց է ջուր է դարձնում, հա։ Հետո արդեն սկսում է մեջը իր ուզած միներալները դնի, որը լավը հենց իր այդ բույսերի համար։ Այսինքն ունենք այդ երկու կողմերը։ Ունենք մեկը, որ waste water-ով է ջրում, իսկ ունենք մեկը, որ այնքան մանրամասն բան է անում, որ ճիշտ շատ լավ է։ Իհարկե, որտեվ այդ բույսը վերջում, որ մենք ուտում կամ խմում ենք, այդ շատ կարևոր է, որ ինքը լավ ջրով բան արվի, լավ խնամված լինի։ Մարդու պես, մարմնի պես, էլի եմ ասում, որ ջուրը մարմին է, իհարկե։ Շատ Այս վերջերս այդ կիբորգ ավելի շատ կիբորգիայի մասին էի կարդում, գրողներ Հարարին, էլի Յուվել Նոյ Հարարին, ինքը շատ վերջերս ինչ-որ վայրել է գնացել կամ ավելի շուտ էլ Homo Deus Sapiens-ս գրքերն է գրել, նու մեջ խոսում են գաղափարի մասին, որ շատ բաներ կարելի է հենց այնպես գեներացնել, որ ինքը որպես
քեզ այն ձևով ծառա ինչ որ ինչ ձևով որ պետք է ունեք հիմա որ դու ասին ինքը ջուրը մաքրում է հետո դարձնում է իրան իր ուզած հանքանութերով ֆիլ եղած ինչ որ ջուր դա հենց դրանց Հայաստանում բիո մի րոպե լիվ նայեմ մեր հաջողություններից է ուրախանա actually ուզում եմ իրանց մոտ գնայի տեսնեի թե իրանք կոնտենա շատ սիրուն վերցնեմ ընթացքում մենք քոսարկարումներից ունենք այստեղ հա եթե կարելի է վերցնենք մի անգամից Thank you Ես կանեմ անփեք անեմ մինչև դու նայես Մերսի Ոչ մի վայրկյան այստեղ ուրեմն DH, BDH Ես չգիտեմ այդ ինչա Չա DH-ը գիտեի Իսկ դու լավ դու հերթով անպեք անես ու ասես որ մեկն էլ ինչ է Okay, հա, տարբեր բաներ ենք այստեղ ունենք Okay Ուրեմն Մեզ այս պահին պետք է 3 բան Նախ մի հատ իրան ասես ինչ սարքավորում է ինչ ենք հիմա ուզում անենք նոր իրան երևի հանենք Բժիշկի խալատ ունենք ստեղ Չէ Ուզում եմ բժիշկի բան լաբորատորիայի բաներ անել էլա Էսած ասեմ հաջորդ անգամ կունենամ անպայման Okay, всё Ուրեմն ոնց ասենք ջրի մեջ կան տարբեր աղտոտվածություններ տարբեր բաներ եւ ամեն մի թեստ ունի ոնց որ իր ուզածը Մենք կարան գտնենք այս պահին հիմա մենք միներալների տեստ ենք անելու որ իմանանք ջրի մեջ ինչքան կալցիում եւ մագնիզիում կա Մենակ այդ երկու տարրերը Մենակ այս երկուսը, այո Հայաստանը ճանաչված դա կոչվում է կոշտություն իմիջայլոց եւ Հայաստանը ճանաչված է կոշտ ջուր ունենալով Հիմնականում կոշտ ջուրը ինքը վատ բան չի Այդ նշանակում է միներալներով բարձր ջուր Ուզուր լավ է, չէ՞ էդին այվում Ոնց է ջերմուկ կամ ոչ հանքային ջուր ինչ որ ասեմ Եկանք հետ բայցին Շատ միներալներ ունենալն լավ բան չի Շատ կոշտ ջուր ունենալ լավ բան չի, որովհետև նախ մենք չգիտենք այդ ոնց է մեր մարմնին ազդում, որովհետև այդքան հետազոտություններ չկան արված, թե այդ ինչ ընդհանուր ջրի մասին ես նեղվում եմ, շատ եմ նեղվում ու զարմանում եմ, որ ոնց կլինի, որ ջուրը ոնց որ ամենա basic ամենակարևոր, այո, ամենակարևոր բաներից բանն է, բայց չկա այդքան հետազոտություններ in the scientific world, որը որ ինքը փաստում է, որ օրինակ, եթե այսքան խմենք, սենց կլինի, նենց խմենք, նենց կլինի, որը որ ցավում եմ, բայց իրոք հուսով եմ, որ մի օր կարող ենք անել ինչու՞ չէ նույնիսկ ինչ որ sense NGO-ով կամ ինչ որ initiative-ով որ օգնի որտեվ բոլորին է այդ հետաքրքիր իրականում դու հենց կարաս սկիզբը տաս հայալեզու տենց ստադիներ ես շատ լուրջ հավատում եմ ու ասեմ ինձ հայալեզու գիտելիք ստեղծել է շատ ավելի բանա շատ ավելի իմ համար շատ ավելի կարևոր է պատկերացրու լուրջ research արվի ու հայերենով արվի դա Շատ լավ research-ը իմ կողմից հայերենը քո կողմից Okay, Շատ լավ Ծանոթացրու ինչով ես չափում Ուրեմն չափումները ստեղ անում ենք գերմանական աստիճանով ստեղ որ տեսնում ենք DH-ը ինքը գերմանական աստիճան է որովհետև ոնց է որ օրինակ մենք մի բան ուզում ենք չափենք սանտիմետր ունենք միլիմետր ունենք ֆուտ ունենք մետր ունենք էսի գերմանական աստիճանով է չափում հիմնականում ավելի ppm-ով է ճանաչված բայց հեշտ սարքելու համար այսպես կանենք հիմա Ինչ ջուր ենք թաստավորում Արի այն ջուրը որից որ հիմա ես եմ խմում Ինչ ես խմում Սովորական ծորակից լցված ջուր որը ֆիլտրացված է Բայց ինքը ծորակի ֆիլտր կա իր վրա Ինչ է նշանակում ծորակի ֆիլտր Չգիտեմ Օ ես եմ հիմա քեզ ինտերվյու անելու Չէ դեռ չգիտեմ ինչ է նշանակում Այսինքն ինքը ինչ լավ ինչ գույնի է մի հատ ասենք Անգույն թափանցիկ Ինչ ֆիլտրն է ինչ գույնի է չգիտեմ սպիտակի ոնց չեմ նայել Հա սպիտակ միջուկով է լինում Սպիտակ բան է ասենք թելերով կլոր հա Այդ ուրեմն մեխանիկական ֆիլտր է որ նշանակում որ ջրի մեջից միան հանում է երևացող կեղտերը փոշի մոշի ավազ այսպես բաներ են 3 ամիսը մեկ է փոխվում այդ ֆիլտրը 3-ից 6 ամիսը մեկ է Ուրեմն դա է ճիշտ է ասում ա տեսքը նման է քո նկարագրածին Հիմա այստեղ չափում ենք մենք կոշտությունը որը միներալներն է այսինքն այդ ֆիլտրը Вообще կապ չունի սրա հետ։ Okay։ Այդ ինչ հանում մենք դա չենք չափում այս պահին։ Հիմա մի քիչ ավել արեցի մեջ դրեմ։ Ոչինչ։ Ես ընթացքում ունենա։ Okay։ Մի րոպե։ Էսի պետք է Այսինքն եթե պարզես որ այս ջուրը տենց շատ կոշտ է, ես դժվար խմեմ։ Շարունակեմ խմել։ Միներալներով բարձր ջուր է, միներալներն ինչի՞ չէ։ Դու ասես հիմա ես արժի խմել թե չէ, սենց լավ վատ լավի մասին չի խոսքը։ Ես Հայաստանի ջրի մասին չեմ ասի չարժի։ Այդ դե սկսենք։
Այդ հաստատ։ Ուրեմն կխմեմ։ Definition-ը ասելով, ոնց որ օքեյ, իմացանք հանքայնություններն է։ Մարմնի համար ասենք, որ շատը լավ չի, որովհետև հետո երկամներն են այդ ավելորդ միներալները պետք է մաքրվի, կողատամների, ատամների համար ուժ խնդիրներ լինել, որ բանակում պատմեցի, բայց չգիտեմ, ինքը կարող է այլ բանից լինի։ Չենք կարող ասենք, որ կոնկրետ դրանից է։ Բայց մի բան կարող եմ հաստատ ասել, որ կոշտ ջուրը հաստատ սպիտակ հետքեր է թողելու, որտեղից որ ջուրը անցնում է։ Նկատի ունես օրինակ եթե քարի վրայից անցնում, քարի վրա սպիտակ հետք է թողելու, օրինակ։ Քարի վրա սպիտակ, եւ որ ջուրը նստված մնում է, հետո ջուրը գոլորշանում է, միայն միներալներն է մնում, այդ կոշտությունն է մնում, այդ կոշտ ջուրը սպիտակ հետք է թողում։ Հա։ Եղել է որ տեսել ես, որ լողանում ենք, sense բանը, այդ պատի վրա, sense ինչ որ սպիտակ հետքեր է լինում, կաթիլիկներ։ Այդ կոշտությունն է։ Այդ նշանակում որ կոշտ ջուր ունենք։ Դուք ունեք ձեր տանը սպիտակ հետքեր։ Ես նկատում եմ, բայց շատ քիչ, ոչ շատ։ Որտեղ է մոտավոր տունը։ Դավթաշեն։ Դավթաշեն, հա։ Միջինի մեջ է, ինքը տենց շատ բարձր չի լինի։ Բարձր օրինակ որ ասեի Արմավիր, կասեի օ Այդտեղ պետք է լրի սպիտակ։ Սպիտակ տուն։ White House-ում են բոլորը ապրում։ White House-ում։ Այո։ Ուրեմն էսի reagent բանա, ոչ մի բան չի նշանակում, էսի ընդհանրապես կաթեցնում ենք, որ ինքը ճիշտ գույնը տա։ Հիմա նայենք վարդագույնը, չէ՞։ Այո։ Այո, ճիշտ եք տեսնում։ Էսի դառնալու է ուրիշ գույն կապույտ է դառնալու, մինչև որ այդ նշանակի այդ կետին ենք կանգնում։ Հիմա ես այնքան եմ կաթեցնելու, մինչև սա դառնա կապույտ։ Կապույտ։ Հիմա դու այն մեկը ինչ լցրեցիր, որ Էսի reagent-ն է, ոչ մի բան չի նշանակում ինքը։ Իսկ սա Սա կաթիլ է, ոնց որ ինքը չափման միավոր է, եմ ասում, ոնց որ գերմանական աստիճանում մենք չափելու ենք, թե քանի կաթիլ դնենք, այդ նշանակում օրինակ եթե 10 կաթիլ արեցինք, ինքը 10 բան է։ Աստիճան։ 10 գերմանական աստիճան է ինքը, այո։ Ինչքան կաթիլ անենք, ինչ ես կարծում, քանի կաթիլ է լինի։ Արի, ասեմ 8։ 8։ Շատ կոշտ է դա։ Լավ թիվ է։ Կաթեցնենք։ Այո։ Տեսնենք, օքեյ։ Ոյ, այդ 1։ 1, հա։ 2 3 3-ից բարձր արդեն ինքը միջին կոշտ է համարվում։ 4 5 մինչև 7-ը։ Մինչև 8 ես ասի։ Հա, 7-ը ինքը միջին կոշտ է։ Ահա։ Էդի որն էր հիմա։ 5, էս 6-ն է։ Էսի 6-ն է։ Ահա։ 6 7 7 Ահա, միջին կոշտ չի։ Հիմա արդեն անցանք կոշտ սահմաններին։ 8 8 Համարյա 9 Սա կապույտ է։ Այսինքն հիմա սա համարվում է լավ կոշտ ջուր։ Ինքը շատ կոշտ է, արդեն 10+-ն է։ Արմավիրը կարա 20-30 հասնի։ Արմավիրում մինչև 20-30 կաթիլ դնես որ նոր հասնի։ Էրեբունի տեղեր կա, որ կարա էլի 30 հասնի։ Նայած ջրի աղբյուրը, որտեղից որ գալիս է, ու ինքը կարող է նաև տարբերվել ամառը ավելի կոշտ ջուր ունենանք, քան թե եւ տարի ինքը էլի կարող է փոփոխվել։ Շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր է, բայց սա ջրի որակի մասին ոչ մի բան չի ասում մեզ։ Սա ուղղակի կոշտությունն է։ Ջրի որակը ինչ է։ Չէ։ Ջրի որակը նայած ինչով է։ Եթե ջրի որակ նայում ենք որպես միներալները, օրինակ որակը կոշտության, ինքը կոշտ է համարվում։ Ինքը լո սանդղակում չի։ Մենք եւ որ ֆիլտր ենք տեղադրում ու ուզում ենք ոնց որ իրան նորմալի մեջ բերենք, իրան հասցնում ենք 3-ից ցածր։ Հա, ջրի կոշտությունը, հա։ Այո, 3-ից ցածր ինքը արդեն փափուկ ջուր է համարվում։ Փափուկ ջուրը արդեն լավ է մազերի համար, փափուկ ջուրը արդեն լավ է մաշկի համար, փափուկ ջուրը օրինակ լվացքը եղել է։ Հիմա Հայաստանում այդքան վատ չի, բայց եղել է որ օրինակ լվացքը լվացել ենք, հետո ինչ որ sense սպիտակ չի մնացել, մի քիչ off white-ա դարել օրինակ։ Ջրից կարող է լինել։ Այո, փափուկ օրինակ փափուկ բան, սրբիչներ որ ունենանք, եթե փափուկ ջրով լվանանք, ինքը փափուկ կմնա, իսկ չորը ինքը մի քիչ չորացնում է այդի։ Կկոշտ, այո, sense ինքը փափուկությունը մեջը չի մնա։ Depends ուրեմն։ Շարունակում ենք դրան։ Շատ լավ կանա։ Իսկ այդ պետք է դնես անունը, գիտես։ Podcast-ի it depends։ Sense ասեմ կմտածեմ։ Շատ բան է։ Հա, իսկականից ամեն ինչն է կախում ունի, ինչ որ մի բանից։ Բնական է, բայց այս էքսպերիմենտը շատ հետաքրքիր էր որ արեցինք, շատ մերսի։ Որ համաձայնվեցին մատ իրար հետ չափենք այս կողմը։ Ես կուզեի իմը չափենք, պրոստը իմը ջուր չի, իմի մեջ կոֆե է եւ իմը իմ ֆիլտրված ջրով է արած։ Բայց սուրճը ավելի խառնի իր բանը։ Դե ինքը անգույն պետք է որ reagent-ը աշխատի էլի։ Ուրեմն կանանք հետո առանձին քո ջուրն ես ստուգ ենք տեսնենք, բայց ինչ ես կարծում եթե քոնը ստուգեիր ինչքան կլիներ։ Իմը ես գիտեմ ինչքան է։ Ինչքան է։ 0։ Այսինքն էդի որ լսեմ միանգամից կապույտ էր լինել։ Այդ լավ հարց է իրականում, որովհետև ես սիրում եմ
առանց միներալների ջուր խմել, ես հակադարձ օսմոսի ջուրն եմ խմում, այդ անտիբիոտիկը, որ մաքրում էր ամեն ինչ մաքրում է, որովհետև ես մի քիչ թիթիզ եմ ջրի հարցում եւ այդ համը, որ դու չես զգում, ես շատ եմ զգում։ Կզգաս, այսքան խորանամ, ես կզգամ ամեն համ ես Չէ, իրոք խորանալուց առաջ էի ես շատ թիթիզ ջրի հանդեպ, ու հիմա որ խորացա ու իմացա ինչեր կարա լինի ջրի մեջ, вообще սկսեցի վախենալ, որովհետև մենք միշտ մոռանում ենք, որ ջուրը ինքը chemical reaction է, H2O chemical reaction է, ու մենք ինչ դնենք մեջը ավել ինքը տարբեր reaction կտա ասենք դե լավ բանը վատ բանի մեջ դնենք նորմալ կլինի բայց ինքը ուրիշ բանի մեջ դնենք вообще ուրիշ reaction կտա շատ լավ էս բացատրում ինքը լրիվ տարբեր ամեն մի ջուր տարբեր reaction ունի իմ ջուրը քո ջուրը նույնը չի իսկ այդ պուլպուլակներ որ տեսել էի հենց դրա համար էլ ես ուզեցի անեմ որովհետև որ ասում եմ մեր հարևան ջուրը լավն է կամ մեր կողքի շենքը լավն է բայց դու ինչ իմանաս այդ նույն ջուրն է որ դուք ստանում եք հետո նույնիսկ եթե նույն ջուրն է այն սանտեխնիկան որ ձեր տանն է դրած նույնն է իրանց մոտ դրած չէ տարբեր է խողովակները կարող է մի խողովակ մի քիչ ավելի հին է մյուսից կամ ջարդվել է կամ ինչ որ խնդիր ունի քան թե այն խողովակը որ ձեր տունն է տանում ոնց որ այնքան բայցեր կան այնքան it depends-ներ կան կապված հա միանք հավատում եմ հա իրոք ինքը բարթանում է բայց ասում եմ նայեմ ուրիշ ինչ կա ստեղ ավելի ուրիշ էքսպերիմենտի համար էքսպերիմենտ ստեղ դե քույրիկն է ուղարկել է օրինակ LED դե LED-ը շատ վտանգավոր բան է մետաղավոր կա LED-ը հայերենը արդեն դու պիտի ասես Okay ես չգիտեմ կթարգմանենք վերջում կգրենք Այսինքն օրինակ կարանք LED-ը թեստավորենք բայց սա swab թեստ է ուրիշ թեստերներ ունեմ օրինակ pH-ը ջրի ֆտոր հա մի րոպե հայերենը գիտեմ սրա I swear. Թթվայնություն։ Ճիշտ ասեցի։ Yes։ Եթե դա նկատում ես, թթվայնություն։ Այո։ Օրինակ, բայց սա ավելի բասեյների բաների համար, բայց էլի կաշխատի, այսինքն սրա պրոֆեսիոնալն ունեմ։ Լիքը տեստեր ունեմ, բայց քույրիկս որոշել է ինձ այս 3-ը ուղարկի, շատ շնորհակալ եմ քույրիկ ջան։ Եվ մեկը սաներ։ Չգիտեմ խի։ Ջրի տեստից հետո սանրվելու համար երևի։ Մեկը arsenic Օրինակ arsenic, սա էլ է։ Սա խոսացինք, բայց հայերեն ես չի հիշեցի։ Այո։ Ամերիկայում շատ կա arsenic օրինակ ջրի մեջ, բայց բարձր քանակները arsenic-ի իրոք, այո, այդի արդեն լուրջ խնդիրներ առաջացնում։ Հիմա որ ասում ենք կոչ ջուրը կարող է ինչ-որ liver-ը հոգնի, հա, մեր որ այդ ջուրը մաքրի, ոնց որ հանի մեջից այդ ավելորդ միներալները։ Ինչն է որ մաքրում է մարմինը, այդ աղտոտ բաները հանում է դուրս։ Լյարդ, ճիշտ ասել։ Yes։ Կենսաբանություն այդքան լավ։ Կարաս քալին։ Okay, շատ հետաքրքիր, այսինքն հիմա այս կոշտությունով էլ ինձ թվում է արդեն շատ ավելի հետաքրքիր էքսպերիմենտ է, ինձ օրինակ հետաքրքիր է իմ տան ջրի կոշտությունը ինչքան է ու ինչից կարա լինի ինչ որ բաներ, եթե ուզում եմ օրինակ չգիտեմ ավելի լավ լոգանքի համար օգտագործվող ջուրը լինի մի քիչ ավելի փափուկ, չէ՞, ոչ թե շատ լոգանքի համար, այո։ Այս կոշտությամբ օրինակ մարզանքից հետո սենց կոշտություն ջուր խմելը շատ լավ է, որտեղ այս միներալներով բարձր ջուր է համարվում։ Իսկ մարզանքից հետո, եւ որ մենք dehydrated ենք լինում, մեզ պետք է այդ միներալները։ Որտեղ մենք էտել ենք կորցնում։ Այո, էտել ենք կորցնում, իհարկե, քրտինքի ժամանակ եւ ոնց որ դուրս է գալիս մեր մարմնից։ Բայց ես օրինակ որ առանց միներալների ջուր եմ խմում, ես օսմոսի ջուր եմ խմում, եւ որ ես օրինակ մարզվում եմ, ես միշտ վստահ եմ լինում, որ դրանից հետո ինչ որ նենց բան եմ ուտում, որը որ միներալներով բարձր է։ Հա, որ փակես։ Այո, որովհետև ես կան օրինակ electrolyte-ը հիմա Ամերիկայում էս շատ տրենդ է, electrolyte-ներ են լցնում, ոնց որ artificial fake միներալներ է։ Ասած պակետիկի մեջ է լինում, լցնում են։ Գիտեմ, որ ամեն առավոտ աղաջուր է խմում։ Ապրես։ Նույնն է, այո, այդ electrolyte-ներն է։ Բայց դա ես շատ սխալ եմ տեսնում, ասեմ ինչի, դե որովհետև նախ աղը մարմնի համար լավ չի, շատ աղ որ ունենանք, մարմնի համար ընդհանրապես լավ չի։ Երկուս Այդ աղը, որ ջրի մեջ ենք լցնում, նույն այդ աղն է, որ ուտում ենք։ Հիմա որ օրինակ ես կերա մի հատ բուրգեր մեջ կար աղ, ուշակար, այո, այդ եղավ իմ մարմնի մեջ։ Բայց ես այդ նույն ջուրը ոնց որ դնեմ, մի հատ էլ աղ դնեմ սրա մեջ, որ ես որ յանի դե նույնն է լինում, էլի։ Եթե ես ուզում եմ ուտելիք, որ աղով է, էլ պետք չի ես ջրից մեջ աղը լցնեմ։ Ճիշտ է։ Ինչ իմաստն է, որտեղ մեկը իմ մարմնի մեջ կա, մեր մարմինը հետ էլեկտրոլայտներից է բաղկացած, առանց էլեկտրոլայտի մենք չենք էլ ապրի։ Դրա համար մարդիկ էս շատ misconception է ու լավ հարց է, որովհետև իրականում շատ մարդիկ կարծում են, որ ջուրը պետք է հանքայնացված լինի, թե չէ առողջական կամ անորակ ջուր է համարվում, դա շատ ճանաչված է։ Այդ որակի համար ես արդեն մի քիչ վախում եմ ասում ջրի անորակ։ Վախացրեցի։ Մյուս անգամ ասեմ։ Շատ ստադիաներ պետք է ունենաս։ Երազների մեջ որակով it depends։
ու դու ես հայտնվում it depends Չէ, բայց օրինակ ես հանքային ջուր շատ եմ սիրում շատ եմ սիրում Դες ես որ հանքայնացված ալնում այդ համը ինձ դուր չի գալիս Չէ, լավն Ուրեմն համզգում ես փաստորեն Ասում ես չես Չէ, նկատնում որ ինչ-որ ասենք ջուր են խմում բաժակով, ասում են համա գալիս, ես այդ չեմ հասկանում, ինչ համա գալիս, բայց հանքային ջուրը նշանակա, համզգում ես, որ գազավորված ջուր է, ասածս։ այդ նկատի ունես, ես խալ հասկացա քեզ, օքեյ։ Քանի հանքային Չէ, նկատի չունեմ, բայց որ շատ կոշտ ջուր նկատի չունեմ։ Всё, հասկացա։ Ինչ որ հանքային գազավորված ջուր։ Գտանք։ Քեզ մի հատ հարց ուզում տալի, մինչև ես մեր հանդիպում 2-3 օր ասենց մտածում ես հարցը ոնց նա, բայց ավելի լավ է ուղիղել տամ, էլի։ Պատրաստ եմ ես։ Դու վարդավառը սիրում ես։ Ուֆ։ Ես չեմ սիրում։ Էդեր երկար տանջում քեզ։ Չէ, ուղղակի մտածում եմ որ չգիտեմ, մենակ ես չեմ սիրում վարդը, բայց այդ կախում չունի ջրի կորստից ընդհանրապես։ Ուղղակի ես այդ տոնը այդքան շատ չեմ սիրում։ Ես չեմ սիրում, չեմ բանանում։ Նախ ջրի լիքը կորուստ է։ Okay։ Բայց Չգիտեմ, իմ համար Հայաստանը ոնց որ հասկանում եմ, որ ջրի երկիր է, ինչքան դրսից գալիս են, ասում են the land of free water, չէ, որ սենց ինքը ոնց որ ջուրը իրոք սենց բան է ու ջրի օր ունի։ Այո, դե որովհետև իրոք պետք չի այդքան ջուր վատնել։ Հա։ Այդ իրոք պետք չի, եւ կարծում եմ, որ մի օր կգա, որ էդ էլ կհասկանան մարդիկ, այդքան գոնե սենց մեծ մասշտաբներով ջուր չեն թափի, կարող է հա մի քիչ խաղի տեսքով, բայց ոչ թե սենց լողանալ ջրով բանալ։ Ժամը 9 խաղալ։ Հա։ Չէ, ես այդ օրը տանն եմ բանդարկվում։ Ես Նույնիսկ մեքենային եմ գալի թռնում որ նորը եկե իրականում հավես էր, որ փոքր էի հավես էր, գնում էի, հա, ես էլ էի անում, բայց հիմա արդեն որ մեծացանք, հասկացանք իրոք, որ այդ ջուրը պետք չէ այդքան վատնել, որ ջուրը շատ թանկ ռեսուրս է, ոնց որ այդ է էլի, որ ինձ մի քիչ արդեն մի քիչ փոխում է էլի ամեն ինչը, տեսանկյունը, տեսքը, ու իրականում Հենց էլ ես աշխատում եմ այս պահին, շատ մեծ հետաքրքիր արշավ եմ կազմակերպում ջրի մասին, ու մի հատ ինտերվյու արեցի եւ ինձ ասեցին Արվիկա ասեց շատ լավ ու այնքան եմ սիրել, որ ես իրան իմ արշավի title-ն եմ դրել, անունն եմ դրել։ Ինչ ես։ Ասում եմ, որ Հայաստանում եւ որ ուզում եմ ասենք մի բան է, որ էժանա, ինչ ենք ասում։ Ջրի գին ունի։ Նա։ Բայց իրականում ջրի գինը այնքան թանկ է։ Հիմա արդեն թանկ է։ Այո, որ մենք պետք է այդպես նայենք, իսկ վարդեվարը մի քիչ այդ ֆիլոզոֆիի հետ ինձ չի խոսում։ Հա, ճիշտ է։ Ընդհանուր նարատիվից դուրս է։ Հա։ Վարդեվարը համաձայն եմ։ Քեզնից շատ շնորհակալ եմ։ Նվերջան։ Ինչի համար։ Ահագին ինֆորմացիա այսօր եղավ, որտեվ օրինակ ինքս իմ համար էս լիքը բաներ կար չբացահայտված, անհասկանալի ու շատ հետաքրքիր որ sense ուղիղ տեսա դու ոնց ես փորձում։ Այն ինչ որ դու ամերիլում։ Այո։ Այստեղ փորձերը շատ հետաքրքիր է, քեզնից շատ շնորհակալ եմ, որ ընդունեցի հրավերս։ Քեզ հաջողություն եմ մաղթում, հույս ունեմ հետագայում կհանդիպենք քո շատ կարևոր ռեսուրսներով այս ոլորտում, հայերեն լեզու։ Այո։ Ու չգիտեմ այլ առիթներով եւս անպայման շատ բարձր տեղերում կլինես։ Շնորհակալ եմ շատ։ Հիմա որ աշխատում ես Հայաստանի investigation-ի վրա եւ Հայաստանի ջրին, ես իրականում շատ մի քանի ասենց երկար էպիզոդներ, ինտերվյուներ շատ մասնագետների հետ կազմակերպել եմ եւ խոսում ենք հենց այդ ջրի որակի մասով եւ անհամբեր սպասում եմ այս ջրի գին արշավը մենք սկսենք արդեն բանանենք։ Երբ ես պլանավորում սկսես։ Պլանավորում եմ հենց բանի օրին, աշխարհի ջրի օրին։ Մարտի 22-ին։ Մարտի 22։ Այո, առաջին ոնց որ launch-ը ինքը լինում է եւ հենց այդ օրը ես կանչում եմ լիքը մարդկանց, որ գան մեզ տեսնեն Expo-ում, լինում ենք Logos Expo համալիրում, հենց այդ օրը։ Եվ անվճար ջրի տեստեր ենք անելու։ Ով ուզում է ջրի նմուշ բերի եւ տարբեր տեստեր անելու։ Հիմա ես օրինակ կոստության տեստ արեցի, բայց այդ օրը մենք նաեւ ուրիշ բաներ ենք տեստավորելու, լինի բակտերիան, լինի քլորը եւ այն տարբեր։ Կարող ես մոտենան տեղում։ Այո, տեստը անենք, տեստը։ Այո։ Շատ հետաքրքիր է։ Եվ սկսենք արդեն այդ միասնաբեր, հայ, որտեվ այդ ես չեմ, ոչ դու ես, ոչ բանա, միասին պետք է մենք այդ գնանք դեպի այդ ուղղություն, որ ջրի գինի հասկացողությունը փոխենք եւ մենք ջրին նայենք ավելի ուրիշ աչքերով, քան թե այս պահին։ Բարդ ճանապարհ ես ընտրել։ Չէ, ինչի։ Ջրի գինը դի շատ մեծ ու կոնկրետ նարատիվ է մեր սոցիումում էլի։ Եթե որոշերս դրա դեմ կոպիտ ասած դուրս գաս ու փոխես ինչ-որ բան ստերեոտիպ ընդեղ, ուրեմն քեզ ավոր կամքի ուժապետք ու համբերություն։ Պատրաստ եմ։ Ես ինչ-որ կարող կօգնեմ քեզ։ Շնորհակալ եմ։ Մերսի շատ։ Մերսի։